ժողովի նախագահ, ես ուզում եմ լսել ձեր կարծիքը, արդյոք այս իրադարձություններով պայմանավորված մեր տնտեսվարողները հսկայական վնասներ են կրում եւ այդ տնտեսության այդ ճյուղը փաստացի բավականին լուրջ մարտահրավերների առջև է կանգնած։ Դուք որպես ոլորտը կարգավորող մարմնի ղեկավար, ուզում եմ լսել ձեր կարծիքը, ինչ պետությունը, ինչ գործառույթներ պետք է իրականացնի, որպեսզի մեր այդ տնտեսվարողների այս ահռելի կորուստները, այս խայտառակ վիճակը կարողանանք կասեցնել եւ հնարավորություն տալ, որ այդ մարդիկ նորից էլի կարողանան զբաղվել այդ ոլորտով։ Շնորհակալություն, պարոն Դանիելյան, այդ հարցը մեր մյուս գործընկերներն էլ հնչեցրել հաշվության ժամանակ, ըստ էության դա մեր ֆունկցիայի մեջ չի մտնում, որովհետև խնդիրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եւ էկոնոմիկայի ոլորտում է գտնվում, եւ ես տեղյակ եմ, որ էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերները հարցով ինտենսիվ զբաղվում են եւ որոշակի լուծումներ ունեն, եւ ես ասել եմ, որ հանձնաժողովը պատրաստ է ցանկացած աջակցության թե ազգային ժողովի հետ հրավիրի քննարկում թե էկոնոմիկայի նախարարությանը, առաջ քայլը ենթադրում եմ էկոնոմիկայի նախարարությունը արդեն արել է, հասկացել է խնդիրը, հասկացել է խնդրի լուծման ուղիները, հասկացել է հնարավոր վնասի առկայությունը թե դրա չափը, եւ կարծում եմ էկոնոմիկայի նախարարությունը մշակի բավարար քայլեր է ձեռնարկում կամ կձեռնարկի խնդիրը վերլուծելու համար, ծաղիկների մասով անկեղծ ասած որևէ քննարկման ես անձամբ ինքս չեմ մասնակցել եւ անկեղծ որևէ տնտեսվարող մեզ այդ հարցով չէր դիմել։ Ինչ վերաբերում է կոնյակագործությանը, ենթադրում եմ մոտորերս բոլորի համար արդեն պարզ կլինի լուծման ուղիները, եթե չեմ սխալվում, իհարկե ես շատ հստակ ինֆորմացիա չեմ կատարում, դա հենց էկոնոմիկայի նախարարության տիրույթում էր, բայց եթե ես չեմ սխալվում, խնդիրը ինչ որ ձևաչափով արդեն լուծվել է եւ կարծես թե բեռնատարների մի հատվածը շարժվել է։ Շնորհակալ եմ։ Տեսեք, ինչի համար եմ ձեզ այդ հարցը տալիս, որովհետեւ ըստ ինձ հասած տեղեկությունների որոշ շատ քիչ, բայց որոշ արտադրողներ հնարավորություն ունենում են իրենց ապրանքը տեղացնելու, որոշները չեն ունենում։ Այս առումով ես չեմ ասում, որ այդ մարդիկ էլ ունենան այդ խնդիրները, կավլիցի, ոչ մեկ չունենա, բայց այս առումով կարծես թե անհավասար պայմաններ է ստեղծվում այն մարդկանց, որ խնդիր են ունենում եւ այն մարդկանց, որոնք որ ինչ որ ճանապարհով կարող են իրենց խնդիրը լուծել։ Հասկանալի է ձեր հարց, պարոն Դանիելյան, եթե չեմ սխալվում, վերջի ժամանակահատվածում այդ խնդիրը բոլորն ունեին եւ որոշակի տարբերակում էլի մեր հասած ինֆորմացիայով մարդիկ, որոնք միգուցե ապրանքների որակի հետ կապված խնդիր կար, ավելի շատ էր process-ը ձգձգվում, որոնց մոտ եթե չկար, դες վերջից նույնիսկ հայտարարություն տարածվեց, որ ինչ որ փոքր խմբականական ապրանք հետ է վերադարձվում, որ ուներ խնդիր։ Այդպես դեպքեր միշտ եղել են, լինում են, ինչ որ ապրանք կոնկրետ ուներ խնդիր, թե Հայաստանի Հանրապետությունից արտանվող եւ թե Հայաստանի Հանրապետություն ներմուծվող, դա սովորական գործընթաց է ամբողջ աշխարհում։ Ես ձեր հարցը ամբողջությամբ հասկանում եմ, չեմ կարծում, որ սա այն դեպքն է, որ ինչ որ մի տունավոր որևէ տեղից քաղաքականություն կա A կամ B տնտեսվարողին օգուտ կամ ի վնաս։ Սա ընդհանուր գործընթաց է, որը պետք է կարծում եմ իր տրամաբանական հանգուցալուծություն ունենա։ Ես էլ այս հարցի վերաբերող երկու բան ասեմ, պարոն Դանիելյան, չնայած գործադիրի մեր գործընկերները զբաղվում են այս հարցով եւ էկոնոմիկայի նախարարությունը արդեն աջակցության մի քանի քայլեր ձեռնարկել է, չեմ էլ իմանում արդեն դրանք սկսել են գործել թե ոչ, բայց հաշվի առնելով, որ այդ մարդիկ վնասներ են կրում, որոշակի աջակցություն իրենց տրամադրվելու է։ Ես ինքս այդ խնդիրը նաև Վրաստանում եմ քննարկել իրենց խորհրդարանում ու խնդիրը շատ բազմաշերտ է, այնպես չի որ կարելի է հստակ ասել ում հետ է կապված կամ ինչ խնդրի հետ է կապված, բայց պարոն Գևորգյանի ասածը պիտի երկրորդեմ, հաստատ այնպես չի, որ առանձին ինչ որ տնտեսվարողների հետ է, համակարգային խնդիր է, կարծում եմ ժամանակի ընթացքում այդ բոլոր հարցերը կպարզաբանվեն, բայց ուզում եմ նաև ասել, որ անկախ այդ ամեն ինչից, եթե շատ անկեղծ լինենք, մեր տեղի արտադրողները պիտի նման խնդիրներից իրենց առավել քան ապահովագրելու համար ավելի մեծ ուշադրություն դարձնել իրենց ապրանքների որակին, որտեվ ցավոք սրտի
երբեմն դա դառնում է լծակ ու այդ մեր մոտից գնացող ապրանքների մեջ որոշակի թերությունները կարող է մի քանի տարի չբարձրաձայնվեն, բայց ինչ որ հարմար պահի, երբ որ պետքա դրանք տենց համատարած արգելքի տեսք։ Տարանցիկ այդ մասով եմ ճշտել, տարանցիկ բեռների պահով էլ իրենց մոտ իրենք ունեն օրենսդրական նման հնարավորություն փորձաքննության ենթարկելու որոշակի ինչ որ արարողակ ընթացակարգեր անցկացնելու համար։ Չգիտեմ դա օրենքով ինչքան ժամանակ է տևում, բայց քանի որ անգամ մի օր տնտեսվարողի համար բեռա, այդ խնդիրները իրենց համար լուրջ դժվարություններ են ստեղծում, բայց հույս ունենք, որ առաջիկայում նման խնդիրները